կուզենամ մի անգամից խոսքին անցնեմ, որովհետև նայում եմ ժամանակը շատ կարճ է, բայց մենք հաղորդություն էլ պետք է ընդունենք այսօր։ Փարտիրոջը միտեղ եմ ուզում կարդալ Հովանես Ավետարան 3-րդ գլուխ, չէ, առաջի թուղթ Հովանես 3-րդ գլուխ 1-ից 3 խոսքերը։ Ասма տեսեք, թե հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ մենք Աստծո որդիք կոչվենք, սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց։ Սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք, եւ տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա կհայտնվի, նրա նման կլինենք, որտեղ կտեսնենք նրան ինչպես որ է, եւ ամեն ով որ այս հույսը ունի, իրան սրբում է, եւ իր անձը ինչպես որ նա սուրբ է։ Հետաքրքիր է, Փարտիրոջը, ես կուզենամ մինչև խոսքին գալը մի աղոտ բարձրացնենք, որտեղ կուզենամ, որ Աստված խոսա մեր սրտի հետ։ Եթե Տերը չխոսած, իմ խոսացածը մոռանալի եք։ Բավական է մինչև հայտարարությունները արդեն հարցնեն կմոռանաք, բայց երբ որ Տերն է խոսում, հիշացնում է տարիների մեջ, ամեն։ Դրա համար եկեք մի աղոտ բերենք։ Սիրելի Տեր, շնորհակալ եմ քեզանից։ Տեր Աստված, իմ այս գրվածքը, որ կարդում ենք, Տեր ջան, ուզում եմ, որ դու խոսաս ամեն մեկի սրտերի հետ, Տեր, որտեղ հասկանում ենք մի բան, Տեր Աստված իմ, որ մենք քո որդիներն ենք, Տեր։ Նշանակություն չունի ինչ տեսքով ենք, ինչ սերի ենք պատկանում, ինչ քաշեր ունենք, ինչ հասակ ունենք, բայց հասկանում ենք մի բան, Տեր ջան, որ իշխանությունը որդիության մեջ է, Տեր։ Մենք օրհնում ենք ստեղ ամեն մեկին ու խնդրում ենք Սուրբ Հոգի ջան, դու բացես քո խոսքը, Տեր ջան, եւ Տեր Աստված իմ բացատրես քո խոսքի կարեւորությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Հավիտյանս հավիտենից, ամեն։ Հետաքրքիր է, որ այս թղթի մեջ ամեն բան սկսում է որդուց, ասում է, եւ Աստված այնպես սիրեց, որ իր որդին դարձրեց։ Եվ ինչ է շարունակությունը, որ շարունակության մեջ ասում է, սիրելիներ, չգիտենք մեր վաղվա օրը ինչ կլինի։ Չգիտենք, բայց մի բան գիտենք, որ իր նման կլինենք։ Երբ որ կհանդիպենք Հիսուսին, Հիսուսի նման կլինենք։ Ու ինձ թվում է դա բոլորիս ցանկությունն է, դա բոլորիս ձգտումն է, որ նմանվենք Տիրոջ, ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք Աստծո սերը ինչքան կարևոր ամեն մեկիս կյանքում, որ մեզ դարձել է որդիներ, որ մեզ դարձել է զավակներ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք սկսենք ապրելը դրա մեջ։ Միտեղ կա, որ շատ անգամ մենք որպես Աստծո վերստին ծնված լինելով, մենք ուզում ենք աշխարհի սկզբունքներով շարժվենք։ Մենք ուզում ենք, որ աշխարհը մեզի ընդունի, աշխարհը մեզի ճանաչի, աշխարհը մեզի լսի, աշխարհի մեջ հայտնի լինենք։ Չէ, ով չի լինում, շատ անգամ այդ բլոգերները, որ բան են անում հայտնության, հայտնիներ լինելու բանի, Հիսուս ասեց, ինձ չլսեցին, ձեզ էլ չեն լսելու։ Եթե աշխարհը քեզ լսեց, ուրեմն իմացի պրոբլեմ կա։ Որովհետև Հիսուսից բարձր չենք մենք։ Հիսուսին չընդունեցին, մեզ էլ չընդունի աշխարհը։ Մենք աշխարհի համար օտար մարդիկ ենք։ Աշխարհը սիրում է իրաններին, բայց մենք աշխարհի չենք, որ իրաններից չենք, որ սիրի մեզ։ Աշխարհը մեզի ատում է, ինչի համար, որովհետև մենք Իրանը չենք, մենք Հիսուսինն ենք։ Հիսուսը Հովանեսի Ավետարանի աղոթների մեջ ինչ ասեց։ Ասեց, հայր, ինչպես ես աշխարհինը չեմ, այդպես էլ իրանք աշխարհինը չեն։ Ու աղոթում եմ իրանց համար։ Այսինքն այն մարդը, որ աշխարհից չի, Հիսուսի աղոթքը այդ մարդկանց համար, բայց այն մարդիկ, որոնք որ աշխարհից են, Հիսուսի աղոթքը նրանց համար չի։ Դրա համար շատ կարևոր է, որ տարբերենք սրա մեջ, որ մենք չգնանք այն ձևով, որ ունենանք անուններ աշխարհի մեջ, չէ, անուն պետք չի ունենաս, որովհետև քո անունը արդեն բարձր տեղում կա գրված կյանքի գրքի մեջ։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ երբեք ու երբեք այս աշխարհային սկզբունքները չգայթակղեցնի մեզ, ասի ոնց, ոչ մեկ չեն ճանաչում ինչ, կամ ես իմ քեզ պետք էլ չի։ Հələ Հիսուսի եղբայրներն էին Հիսուսին ասում են, մինչև հիմա չի լսված մեկը, որ ուզում է ճանաչված լինի ու իրան ծածկի։ Եթե ուզում ես ճանաչված լինես, գնա հայտնի դու քեզ։ Իսկ Հիսուսը ասեց, ձեր ժամանակն է, բայց իմ ժամանակը չի։ Որտեվ աշխարհը ձեզ չի կարող ատի, բայց ինձ ատում է, որովհետև աշխարհին ասում եմ դու մեղավոր ես։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք չնմանվենք աշխարհի մարդկանց, չնմանվենք աշխարհի սկզբունքներին, չնմանվենք աշխարհի սկզբունքներով չգնանք, այլ հասկանանք մի բան, որ եթե Տիրոջը արին, մեզ էլ են անելու։ Եթե Տիրոջը պահին, մեզ էլ կպահեն։
Եթե Տիրոջը կերակրեցին, մեզ էլ կկերակրեն։ Եթե Տիրոջը ատեցին, մեզ էլ կատեն։ Դրա համար թող ոչ մեկի սիրտը չթուլանա, որ ասի վայ, ինձի չեն սիրում, ինձի ատում են, չեն սիրում։ Լսի, Հիսուսին էլ չեն սիրել։ Ուրախացի, որովհետև դու գնում ես դրա նմանությանը։ Ամեն։ Տերը օրհնի ամեն մեկից։ Ես կուզենամ մի փոքր առաջ անցնեմ։ Այսօր իմ խոսքը դրա մասին չէր, բայց չգիտեմ ինչի տեղ մի քիչ ավելացրեցի, էլի։ Տեսեք Հովհաննեսի ավետարան ինչ ասում, եթե աշխարհը ձեզ ատում է, գիտեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Եթե այս աշխարհքիցը լինեիք, ապա աշխարհը իրանը կսիրեր, բայց որովհետև աշխարհքից չեք, այլևս ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նրա համար աշխարհը ատում է ձեզ։ Ինչի աշխարհը մեզի ատում։ Որովհետև Հիսուս արդեն ընտրել է մեզ։ Որովհետև աշխարհքի մեջ մենք տեղ չունենք։ Հələ փորձեք հələ գնացեք աշխարհքի մեջ, կհասկանաք, որ դա ձեր տեղը չի։ Շուտ ուզում եք փախնեք այդտեղից գնաք։ Ասենք աշխարհի մի հատ քեֆալինում ուզում եք շուտ փախնեք գնաք այնտեղից, ինչի որ դա ձերը չի։ Բայց հəլ փորձվի հոգևոր հələ քեֆեր գնաք։ Չեք ուզում այդ հագնում, որովհետև հասկանում եք, որ էսի շուտ ժամանակ անցա մենք չել մնայինք։ Սա խոսում է, որ մենք աշխարհից չենք։ Աշխարհը մերը չի, երկինքն է մերը։ Եկեք փուչուր բանով չփոխենք էլի երկինքը։ Երկինքը հավիտենական է, աշխարհը ժամանակավոր է։ Եկեք աշխարհը չուզենք, որովհետև երկինք ունենք, ամեն։ Դա համար Տերը սորտնի ամեն մեկից։ Մատթեոս ավետարան 10-րդ գլուխ 24-25-րդ խոսքեր տեսեք ինչ է ասում։ Աշակերտը վարդապետից մեծ չէ, բարձր չէ, եւ ոչ ծառան բարձր է իր տերիցը։ Բավական է աշակերտին, որ իր վարդապետին նման լինի, եւ ծառային իր տիրոջը նման։ Եթե տանտիրոջը Բեղզեբուղ կոչեցին, ապա որքան ավելի նրա ընտանիքը։ Հետաքրքիր է, ես իմ խոսքը մի քիչ ուղղում եմ աշակերտության վրա, որ շատ կարևոր է, որ մենք աշակերտներ դառնանք։ Լավ է, փառք Աստծո, որ մենք որդի ենք։ Փառք Աստծո, որ մենք վերստին ծնվել ենք։ Բայց շատ կարևոր է, որ մենք սիրտ ունենանք աշակերտի։ Գիտեք, շատ անգամ մարդու սրտի մեջ, որ չկա աշակերտական սիրտ, չգիտես ինչի է դա ինչ որ մի ժամանակ Աստծո որդի էր, բայց այսօր աշխարհի մեջ է։ Ինչն է պատճառը, որովհետև աշակերտի սիրտ չկար իր ներսում։ Սովորող սիրտ չկար, ինքը չէր գնում այդ սովորելու մեջ, այլ իրան նպատակը մի հատ ուրիշ էր։ Այսօր լավ է, որ մենք այսօր որդիներ ենք, բայց եթե այսօր ուզում ենք, որ մենք որդիական դիրքը պահենք, մեզ պետք է մի հատ սիրտ, աշակերտի սիրտ, լսող սիրտ, ենթարկվող սիրտ, խոնարհ սիրտ, հնազանդ սիրտ։ Հիսուսը ասեց ինձանից սովորեցեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնարհ։ Սա ում ասեց։ Այն մարդկանց, ովքեր որ իր հետ են։ Այն մարդկանց չասեց, ովքեր որ գործի են գնացել, այլ իր հետ էին, այսքան աշակերտ էին, այսքան ապաշխարած էին, այսքան մարդիկ են, որոնք որ հետևում էին Հիսուսին։ Տեսեք Գործք առաքելություն երկրորդ գլուխ 41-ից 44-րդ խոսքը։ Ասում է, եւ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցան։ Եվ այն օրը 3000 չափ հոգի ավելացան, եւ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը եւ հաղորդությանը եւ հացի կտրելու եւ աղոթներին, եւ ամեն անձի վրա վախ եկավ, շատ հրաշքներ եւ նշաններ էին գործվում առաքյալների ձեռքովը, եւ բոլոր հավատացյալները իրար հետ մեկտեղ էին եւ ամեն բան հասարակած էր։ Հետաքրքիր է, որ երբ որ Պետրոսը քարոզեց, 3000 հոգի ապաշխարեցին։ Ու 3000 հոգի ապաշխարելուց հետո ինչ տեղի ունեցավ, որ ասում է միշտ իրար հետ էին, հաղորդակցվում էին, բայց սրանց անունը կոչեց հավատացյալներ։ Հավատացյալ մարդը, երբ որ ինքը հավատում է Աստծուն, ինքը հավատացյալ է դառնում, ու ինքը որպես Աստծո որդի է ճանաչվում։ Բայց տեսեք, Աստծո կամքը մենակ էդի չի, որ լինենք հավատացյալ ու պարզ։ Աստծո կամքը, որ լինենք աշակերտ։ Հավատացյալը մի քիչ կմոտեցնենք, մի փոքր բան կանենք, կտենանք, որ հավատացյալը միշտ չի, որ Աստծո կամքի մեջ է։ Մանուկներն էլ են հավատացյալ։ Վերստին ծնված մարդը ինքը հավատացյալ է։ Ու դրանց մեջ են մանուկները, որ կան, իրանք էլ են հավատացյալ։ Թեև իրանց խարակտերով, իրանց այդ բնավորությամբ, իրանց հասկացողությամբ, բայց հավատացյալ են։ Ու կարաս այդ մարդուն ասես Աստծո որդի ես, կարաս ասես, բայց Աստված չի, որ հավատացյալներն, բոլոր հավատացյալներն վստահում է։ Ում է վստահում աշակերտներին։
Ու ամեն հավատացյալ չի, որ ինքը կարա նմանվի Հիսուսին, այլ ամեն աշակերտը կարա նմանվի Հիսուսին։ Ասես բավական է աշակերտին, որ իր Տիրոջը նմանվի, բայց ամեն հավատացյալ չի, որ նմանա Տիրոջը։ Հիմա դուրսը եթե դու մի հատ հավատացյալի տենաս, իր վարքը, իր գործողությունը, իր խոսելա ձևը, դու կասես, «Վախ, էս ինչ լավ Հիսուսին նման էր»։ Էս ինչ սիրուն հայհոյություն արեց։ Էս ինչ ագահ բնավորություն էր։ Կամ նման չի, ինքը հավատացյալ է, ինքը սիրում է Աստծուն, բայց քան որ ինքը չի մաքրվել, ինքը չի կարա Հիսուսին նմանվի։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք լավ է, որ մենք բոլորս հավատացյալ ենք, բայց ավելի լավ է, որ մենք բոլորս աշակերտ լինենք։ Ամեն։ Տեսեք, մի տեղ եմ ուզում կարդալ Գործք առաքելոց 4 գլուխ 32-րդ խոսքը։ Ասում է, եւ հավատացյալների բազմության սիրտը եւ հոգին մեկ էր, եւ ոչ ոք չէր ասում իր ստասվածքի մեկի համար, թե իրանն է, այլ նրանց համար ամեն բաները հասարակած էր։ Հետաքրքիր է, որ հավատացյալներ էին, հավաքված էին, իրար հետ ուտում էին, խմում էին, ամեն բան հասարակած էր։ Բայց պրոբլեմ կար ստեղ։ Պրոբլեմ կար, որտեղ միշտ չի, որ ուտում խմում ենք, ասում ենք, այս շատ լավ է, չէ՞։ Հոգևոր հասունություն գոյություն ունի։ Ու տեսեք ինչ ասում հաջորդը 6-րդ խոսքը, 6-րդ գլխի առաջի խոսքը։ Եվ այն օրերումը, երբ որ աշակերտները շատացան, հելենախոսներիցը կողմնանե տրտունջ եղավ եբրայեցիների դեմ, թե նրանց որբևարները ամեն օրվա մատակարարությունների մեջ անտես էին լինում։ Այստեղ ուզում եմ արդեն բաժանեմ։ Տես ասում, երբ որ աշակերտները շատացան, հելենացի որբևարների մեջ տրտունջ եղավ։ Ինչ այդ որբևարները հավատացյալ չէին, հավատացյալ էին։ Բայց ինչի տրտնջացին, որտեվ աշակերտ չէին։ Ինչի համար իրանց կյանքում տրտունջ եղավ, որտեվ ինչ որ բաժանում էին, իրան չհասավ։ Հավատացյալը, որ իրան չի հասնում, ինքը տրտնջում է։ Այդ գաղտնիքն էլ ասեմ։ Բայց աշակերտը ինքը չի տրտնջում, նա իր ունեցածից է տալի, որտեվ ինքը նմանվում է Հիսուսին։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, այն չի, որ ես հավատացի ու վերջ, շատ հավատացյալներ, որ այսօր աշխարհի մեջ են, գիտեք, պատճառը որն է, որ իրանք չեն ձգտել աշակերտ դառնան։ Իրանք միշտ ուզեցել են հավատացյալ մնան, հավատացյալի հասկացողության տակ իրանք շահը ավելացնեն, թե փող կա, ֆինանս կա, իրանք հարստությունը ավելացնեն, անուն կա, անունը ավելացնեն, ամեն ինչ ավելացնեն, բայց աշակերտ չդառնան, որովհետև աշակերտը կարա զրկի այդ ամեն ինչից։ Ու տեն մեզ այդ մարդիկ ինչի են այսօր աշխարհի մեջ, որովհետև իրանք սկզբունքը հավատացյալ լինելն էլ միակ աշակերտների մեջ, իրանք շահի համար։ Արի կորտնվես, արի առողջ կլնես, արի ես կլնես, արի են կլնես, ու այդ դնմադեմը ու գալիս է։ Չէ՞ թե մենք պետք է գցենք հետևը։ Տերը պետք է լինի մեր առաջից։ Ասում դու գնա Աստված քո առաջից կգնա եւ Աստծո փառքը քո հետևից։ Այսինքն բժշկող Աստծո փառքն է, Աստծո փառքը գալու է բժշկելու համար, բայց դու գնա Աստծո առաջ։ Բայց երբ որ մարդը շրջվում է դեպի բժշկությանը, դեպի փառքը, դեպի հարստությանը, Աստված է իր հետևում մնում։ Ու ինչ է տեղի ունենում, որ հավատացյալ են, բայց աշակերտ են։ Որտեւ աշակերտը ուշադիր է իր Տիրոջը։ Ամեն։ Դա համար Տերը օրհնի ամեն մեկին։ Էսի պրոստը նախաբանն էր, որ ես կամաց մոտենամ աշակերտի որակին, էլի։ Հետաքրքիր է, որտեղից է աշակերտը դուրս գալի։ Հավատացյալների մեջից։ Իսկ հավատացյալները որտեղից են դուրս գալի աշխարհի մեջից։ Փառք Աստծո, որ աշխարհի մեջից մարդիկ են ապաշխարում եւ դառնում են հավատացյալ, բայց շատ կարևոր է, որ հավատացյալների մեջից էլ աշակերտներ բարձրանան դեպի Տիրոջը, որովհետեւ շատ կարևոր է այսօր բարձր որակը աշակերտ լինելը։ Միայն հավատացյալ չէ։ Գիտեք, հավատացյալ լինելը դա իմ գործը չի, դա Աստծո գործն է։ Աստված այնպես սիրեց ինձ, որ ինձ որդի դարձրեց։ Բայց աշակերտ լինել դա իմ գործն է։ Որտեվ ես շատ բաներս պետք է զրկվեմ, ես շատ բաներս պետք է ինձ ստիպեն, ես շատ բաներ պետք է սովորեմ, ես շատ բաներ կա, որ ինձ իմ դուրը չի գալի, բայց ես պետք է դրանք անեմ, նմանվեմ։ Այսինքն հավատացյալ դառնալը դա Տիրոջ զոհն է, իսկ աշակերտ դառնալ դա իմ զոհն է։ Բայց չգիտես ինչի մարդը չի ուզում ինքը զոհի, ինքը ուզում է միշտ ուրիշի զոհով ապրի։ Աբրահամի համար շատ հեշտ էր, երբ որ տարբեր կենդանիներ զոհում էր միշտ։
Ուրդեղ եթում էր սեղաններ բացում զոհում էր, ուրդեղ եթում էր սեղաններ բացում զոհում էր։ Բայց երբ որ հարց եկա, որ որդին պետք է զոհեր, ստեղ արդեն հասկանում ենք դժվարությունը։ Երբ որ մենք ուրիշը զոհում է, մենք ուրախանում ենք, ասում ենք, օ, փառք Տիրոջը սրա համար, էս ի՞նչ է, բայց երբ որ հարցը գալիս է, որ մենք պետք է զոհենք, ստեղ արդեն մենք խնայում ենք, մենք մի քիչ խուսափում ենք, բայց աշակերտը ինքը զոհող սիրտ ունի, որ ինքը սկսում է աշակերտ լինելը։ Ամեն։ Դրա համար Տերը օրհնի ամեն մեկից։ Հետաքրքիր է, որ աշակերտից ոչ մեկ չբողոքեցին գործ կառաքելոցի մեջ, բայց աշակերտները բաժին հանեցին հոգևորներին, հավատացյալներին, որ իրանք չտրտնջան, չգայթակղվեն։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ ես ու դու լինենք աշակերտ։ Ու ոնց անենք, որ աշակերտ լինենք, մի քիչ հետո արդեն կմոտենանք դրան։ Բայց կարևորը, որ Տերը ուզում է, դենա իմ ու քո սիրտը իր առաջ։ Տեսեք, մի փոքր ուզում եմ առաջ գնամ Մատթեոս ավետարան 10-րդ գլուխ 40-ից 42-րդ խոսքերը։ Ասում է, ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում, եւ ով որ ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Ով որ մարգարեի է ընդունում, մարգարեի անունով նա մարգարեի վարձք կառնե։ Եվ ով որ արդար է ընդունում, արդարի անունով նա արդարի վարձք կառնե։ Եվ ով որ այս փոքրներից մեկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնե աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։ Ասում է, ով որ ձեզ ընդունում է, իմ անունով ինձ ընդունում, չէ՞։ Բայց ում ասում։ Աշակերտներին ասում։ Երբ որ ուշադրություն կատարենք, ինքը աշակերտներին ասում։ Ամեն ոչ ճիշտ հոգևոր կյանքով ապրողը չի կարա ինքը գնա ու ասի, վայ Հիսուսը եկավ։ Չի կարա ասի։ Բայց մարդը, երբ որ ինքը աշխատում է իր վրա, փոխվում է, ինքը աշակերտ է դառնում, ինքը իրան ուզում է, որ ուշադրություն դարձնի Տիրոջ խոսքի վրա, Տիրոջ վարքի վրա, այդ ամեն ինչի վրա ինքը ուշադրություն է դարձնում։ Ասում են, լսի, այս մարդը որ գալիս է, ոնց որ Հիսուս իմ տուն գա։ Ինչի համար։ Որտեվ ինքը իր վրա աշխատում է։ Ինքը ասում է, Տեր, ես ուզում եմ լինեմ քո աշակերտը։ Ինչի, որովհետև աշակերտներն են նմանվում։ Առանց աշակերտ լինել մենք չենք կարող նմանվենք։ Ու մի ծայրահեղություն կա, շատ անգամ լինելով աշակերտ միշտ ուզում է, ստե ոնց է խոսքը, չէ՞, ասում է բավական աշակերտին, որ իր վարդապետի նման լինի։ Բայց չգիտեմ ինչի մարդու ներսում մի բան կա, որ ուզում է իր վարդապետից էլ անցնի։ Այստեղ կանգար, հաստատ չես անցնի։ Եթե Տերը ասում է, «Էս մի բան արա», նշանակում է այդ մի բան արա, երկու բան մի արա։ Այդ մի բան արա։ Ինչի համար, որ չհպարտանաս։ Աստծո աշակերտը լինելը նրանումն է, որ Տերը ինչ ասում է դրա մեջ լինես։ Պետք չի երկու հատ։ Եթե Տերը տվել է էսի արա, ուրեմն այս չափ արա, երկու անգամ մի արա ավել։ Եվ սա է հնազանդությունը։ Եվ սա է խոնարհությունը։ Ինչ կա, միտեղ 30-րդ առակացի մեջ է ասում։ Չգիտեմ, այդ տեղը կհիշեմ, որ ասեմ։ Բառացիորեն հեսա ասեմ։ Լավ, էսի այնտեղն էր, որ հեսա ասեմ այդ տեղը։ Ուրեմն առակացի 30-րդ գլուխ 8-ից 9-րդ խոսքը։ Ունայն եւ սուտ խոսքը հեռացրու ինձանից, աղքատություն կամ հարստություն ինձ մի տար, ինձ համար որոշած հացով կերակրիր ինձ։ Չլինի, որ կշտանամ եւ քեզ ուրանամ եւ ասեմ ով է Տերը, եւ չլինի, որ չքավորանամ եւ գողանամ եւ զուր հիշեմ իմ Աստծո անունը։ Այսինքն սա նույնը հոգեվոր վիճակի մեջ է։ Երբ որ Տերը մի բան ասում է ու դա էդի չենք անում, հետ ենք պահում, դա նշանակում է, որ մենք անտարբեր ենք լինում Տիրոջ խոսքի նկատմամբ։ Բայց երբ որ երկու անգամ ավել ենք անում, սա հպարտություն է գալի մեր կյանքի մեջ, եւ սա էլ աշակերտություն չի։ Աշակերտություն նրան, որ այն չափը որ Տերը տալիս է, այդ չափի մեջ լինես, սա է հավատարիմ ու բարի ծառան։ Ամեն։ Չգիտեմ, այդ մասը բացատրեցի դե չէ, ճիշտ բացատրեցի դե չէ, որ ավելի հասկանալի լինի։ Մարդու կյանքում, եթե Տերը մի բանի վրա է դրել, երկու բան մի եղի։ Եթե քեզ դրել է ինչ-որ միտեղ ծառայելու, պետք չի երկրորդը վեկալես, հələ դրան վրա մնա։ Թող հետո Տերը առաջնորդի, բայց ոչ թե դու։ Ասում է երանելի է այն մարդը, որ Աստված է հանձնարարում, բայց ոչ թե այն մարդը, որ ինքը իրան է հանձնարարում։ Ինչի՞ ես ինքդ քեզ հանձնարարում։
որ դու բոլորից շատ երևաս, լավ երևաս։ Պետք չի լավ երևալ, քեզ պետք է հնազանդ լինել։ Քեզ պետք է լինել այն չափի մեջ, որ Տերն է տենում։ Եթե Աստծո որոշման մեջ է իմ բոյը, իմ հասակը, մի տանջվի, որ բարձանաս։ Դրա մեջ մնա, դու ընտիր ես իր համար։ Եթե Աստված տվել է այդ շնորհքը, որ այդ շնորհքի մեջ դու լինես, մի տանջվի, որ ուրիշ շնորհքել վեկալես, պարզապես հավատարի մեղի դրա մեջ, Աստված մյուսը կտա։ Շնորհքը մեր մեջից չենք դուրս բերում, շնորհքը Աստված ինքն է տալի, ու երբ է տալի, իր ժամանակին։ Դրա համար շատ կարևոր է աշակերտի կարևորություն որն է, որ միշտ չվազենք նրան, որ Տերը չի տալի։ Որտեվ երբ որ Տերը չի տալի, դու վազում ես, ձգտում ես, հասնես դրան, հոգնելու ես, վնասվելու ես, հիասթափվելու ես, գայթակղվելու ես։ Բայց երբ որ Տերն է տալի, սրա մեջ հաճույք կա։ Ասում էին բեռը վերցրեք, որ ծանր է, բայց քաղցր այնտեղ։ Քաղցրություն կա այնտեղ։ Դժվար է, բայց քաղցրություն կա։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք աշակերտ լինելու համար շատ կարևոր է հավատարիմ լինենք։ Ավել բան պետք չի անել, ու պակաս բան էլ պետք չի անել։ Ու երբեք չենք կարա Տիրոջը բան անենք, ասենք Տեր օգնիր մեզ, որ իսկապես այն չափը, որ դու սահմանել ես մեր կյանքում, այդ չափի մեջ լինեմ։ Գիտես շատ անգամ մարդիկ ասում են, որ ավելին է պետք լինել, լսի, եթե Տիրոջ չափի մեջ չի դա, մի եղի, կկորցնես քեզ։ Եթե Տերը քեզ չի վստահում 1 միլիոն ռուբլի, մի ձգտի 1 միլիոն ռուբլի ունենաս, կկորցնես քեզ։ Որտեղ Տերը տալիս է ամեն մեկի կարողության չափով։ Տերը ավել չի տա, որ վնասի ու պակաս չի տա, որ վնասվես։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք վստահենք Աստծուն ու սրա մեջ սկսենք շարժվել, ասենք Տեր օգնի մեզ, որ մենք իսկապես աշակերտներ լինենք։ Հետաքրքիր ուզում եմ շարունակեմ, տեսեք 13-րդ գլուխ Մատթեոսի 10-12 խոսքերը ասում են, եւ աշակերտները մոտ գալով ասեցին նրան, ինչու առակներով ես խոսում նրանց հետ։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց նրանց, որովհետեւ ձեզ տրված է երկնքի արքայության խորհուրդները գիտենալ, բայց նրան չի տրված։ Որովհետեւ ով որ ունի նրան կտրվի եւ կավելանա եւ ով որ չունի ունեցածն էլ կառնվի նրանից։ Սա այն ժամանակ աշակերտները հարցրեցին Հիսուսից։ Հիսուսը ժողովրդի մեջ առակներով էր խոսում, շատ ժողովուրդ չէին հասկանում, բայց հետո երբ որ առանձին գնում էին իրանց տները, Հիսուսի հետ մնացող աշակերտները, առակը բացում էր Հիսուսը։ Ասում են, ինչի ժողովրդի մոտ չես խոսում, առակներով ես խոսում, չես բացում։ Բայց ուր դե ես բացում, տունը որտեղ որ Հիսուսի հետ էին ապրում։ Ասեց իրանց չի տրված, բայց ձեզ տրված է։ Ում չի տրված։ Այն մարդկանց, որ ծառայություն Հիսուս ջան, բարև ձեզ։ Ես կողոնար ծառանեմ։ Ու պրծումա հաջողություն ես գնացի, մյուս շաբաթօրը կհանդիպենք։ Հաստատ իրան չի բացվելու Աստվածաշունչը։ Այլ բացվելու է նրանց, որ գիշեր ու ցերեկ Հիսուսի հետ ես ապրում, գիշեր ու ցերեկ Հիսուսի հետ ես ապրում, Հիսուսի հետ հաց ես ուտում։ Աշակերտները ո՞նց են ապրում։ Հիսուսի հետ են ուտում։ Հիսուսի պատիվ են տալի, իրանք էլ են այդ պատվի մեջ։ Հիսուսի հետ են քնում։ Իրանց գլուխները դնում են Հիսուսի գոքին։ Օրդ անցնում է այդ ձև։ Եթե քո օրդ անցնում է այդ ձև աշակերտական, ուրեմն իմացի, երբ որ գիրք կարդաս, հայտնություններով կլսվես։ Բայց երբ որ կարդում ես ու հասկանում ես, որ ոչ մի բան չհասկացար, հələ մի հատ մտածի, որտեղ է Հիսուսը, որտեղ դու։ Որտեղ եմ ես։ Եվ ստեղ ցույց տալ մեր աշակերտ լինելը։ Թողել ենք Հիսուսին ինչ որ մեկի տունը ու մենք եկել ենք մեր տունն ենք հանգստանում, դե Հիսուսին էլ ենք բերել մեր տունը։ Մեր ամբողջ առօրյայի կյանքի մեջ մենք պետք է ապրենք Հիսուսի հետ։ Սա աշակերտության կարևորությունն է։ Հիմի լավ է, ինտերնետային ասա։ Ինտերնետային զակատ անել են սովորացնում, ինտերնետային ինչ որ վարպետ կա, ինտերնետային աշակերտ կա, ինտերնետային մինչև հետը չապրես, դու աշակերտ չես լինի։ Դա համար շատ կարևոր է, որ մենք հեռացնենք այդ ինտերնետային հասկացողությունն մեր կյանքից ու հասկանանք մի բան, որ Քրիստոսի հետ եթե չապրենք։ Լավ, ասենք հիմի Քրիստոսը մեր հետ գնացել է այդ ժամանակ, առաջի դարի ժամանակ Քրիստոսը աշակերտների հետ գնացել է մեկի տուն ու դու տունն ես։ Ու մեկ էլ WhatsApp-ը բացում ես, ասում ես, հա, ո՞նց եք, լավ եք, հա։
Հա, այս ինչ լավ է, շատ եմ կարդելու, անջատում ես այդ մեզ քո գործին։ Օգուտ կա։ Օգուտ չկա, դու պետք է լինես իր հետ, պետք է լինես իր կողքին, պետք է այդ ապրումներ ունենաս։ Երբ որ Հիսուսը Գեթսեմանի մեջ տանջվում էր, դու էլ հետը պետք է լիներ այդ տանջանք ապրումներ, դու էլ զգայր քո մեջ։ Այսինքն, երբ որ դու ապրում ես իր հետ, ապրումները քեզ էլ է փոխանցում, բայց երբ որ չես ապրում, պրոստի իմիջայլոց է դառնում եւ դա աշակերտ չի։ Դա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք մի բան։ Տեսեք շարունակությունը 13-ից 15-րդ խոսքերը։ Նրա համար եմ առակներով խոսում նրանց հետ, որ տեսնելով չեն տեսնում եւ լսելով չեն լսում եւ չեն իմանում։ Հետաքրքիր է, երբ որ մարդ Աստվածաշունչը կարդում է ու չի ստանում հայտնություն, ու Աստված չի բացում իրան, տեսնելով տեսնում է ու չի տեսնում։ Լսելով լսում է ու չի լսում։ Կարդալուց հետո դու գալիս ես, հասկանում ես, որ դու ոչ մի բան էլ չես կարդացել։ Ինչի մասին էր, ինչ ես կարդացել, խոսքը ինչի մասին էր։ Ինչ որ հա նոր հիշեցի Զաքեոսի մասին էր։ Հա, բա հետո Զաքեոսի ապրումներ չփոխանցվեց քեզ։ Դու չունեցար այդ ապրումները քո կյանքում մեջ։ Ուրեմն նշանակում է այդ հայտնություն չունես։ Որտեվ Տերը երբ որ տալիս է հայտնություն, ինքը ապրումներով էլ է տալի։ Եթե ինչ որ մեկը Աստվածաշունչը կարդացել է ու ունեցել է հայտնություն, քննեցեք ձեր սիրտը ու տեսեք, այդ հայտնության մեջ ապրումներ ա եղել, որ դու ապրել ես։ Չորու ցամաք հայտնություն չի տալի Աստված։ Աստված տալիս ապրումներ դրա հետ, ինչի, որ փոխվեն, որ զգամ ցավը, որ զգամ այդ անարակ որդու պատմությունը, որ զգամ այդ հոր պատմությունը, որ այդ ապրումները զգամ ու ասեմ, Տեր, ես եմ էսի եղել, բայց փառք Աստծո, որ փրկել ես ինձ։ Ամեն մի ապրումն հայտնության մեջ չկա գաղափար։ Ամեն մի հայտնության մեջ կա ապրում, կա կյանք, կա քաղցրություն, կա կարոտ։ Ով կարա կարոտը մեկնաբանի ըստ թեորիայի նման։ Ու շատ անգամ մենք թեորիայի նման ենք սկսում կարոտը պատմելը։ Գիտես, հերու ժամանակ, որ չեն ճանաչել իրար, հետո ճանաչել են, հետո բաժանվել են, ու մարդկանց սրտեր մեջ էսին կանգ առ։ Գնա մի հատ փաթաթի կարոտը տար։ Շատ խոսքերը պետք չեն։ Այսի հայտնությունն է։ Որտեվ շատերը փիլիսոփաներ են դառնում, բայց մարդը չի հասկանում, ասում լավ, հետո ախր դուր մի հատ ճաշակ եմ էտի, ես ինքս կվերագրեմ, էտի ինչ համ ուներ։ Չի դու ասես ապելսինի, լիմոնի ու մի քիչ բանանի խառնուրդի համ ունի այս մի միրգը։ Պետք չի, դուր այդ միրգը, ես կուտեմ ու ես կհասկանամ այս ինչի համ ունի։ Եվ սենց է Հիսուսի հետ ապրողի եւ Հիսուսի հետ չապրողի տարբերությունը։ Դրա համար Հիսուսը շատ անգամ հայտնություններ էր բացում աշակերտներին, որը գիշեր ու ցերեկ իր հետ էր 3 տարի 6 ամիս, բայց ժողովրդին չէր բացում, ժողովրդին առակներով էր ասում։ Բայց ով ժողովրդի մեջից ով որ ուներ իր սրտի մեջ հայտնություն, որ ինքը Դավթի որդի էր, ինքը ստանում էր իր բժշկությունը։ Դրա համար այսօր ես ուզում եմ, որ այսօր ամեն մեկս ունենանք աշակերտական սիրտ, որ Տերը խոսա իր հայտնություններով, Տերը խոսա իր կամքով, իր որոշումներով, իր ձգտումներով։ Որ ոչ թե միայն կարդանք, որովհետև պետք է կարդանք, եթե մարդը օրը 5 գլուխ կարդա, ամբողջ Աստվածաշունչը կարդա մի տարվա մեջ։ Կեցենք։ Եկեք կարդանք սրանով, լսի, կարդա ճանաչելու համար, կարդա հարաբերություն ստեղծելու համար, կարդա կարոտը տառնելու համար։ Ոնց օրինակ կարդաս քո սիրո մարդու, սիրած մարդու նամակը, ոնց կարդաս։ Ու ամեն մի խոսքը, որ դու կգաս այդ խոսքի վրա, կհասկանաս իր ապրումները։ Ու ես կուզենամ, որ մենք Աստվածաշունչը կարդանք այդ ձև, ոնց որ շատ մոտիկ, հարազատի գրվածքը կարդում ենք մենք այսօր, ու կհասկանանք, որ Տեր իշքան ժամանակ բաներ են բաց թողել, որ ես չգիտեի։ Ոնց որ ընկել եմ մի հատ սկյուռիկի կռուգի մեջ, կալցոյի մեջ, վազում եմ, բայց օգուտ չկա, նույն տեղում եմ, նույն վիճակի մեջ եմ, նույն չորության մեջ եմ, նույն մենակության մեջ եմ, նույն տխրության մեջ եմ, բայց ոնց որ կարդումել են, ոնց որ աղոթումել են, ոնց որ աշակերտ եղի, ապրի հետը։ Գիշեր ցերեկ, երբ որ զարթնում ես, իմացի, որ ինքն էլ է հետդ զարթնել, երբ որ քնում ես, իմացի, որ ինքն էլ է հետդ քնած, գործի ես գնում, իմացի ինքն էլ է հետդ, սեղան ես նստել, իմացի ինքն էլ է հետդ, ապրի հետը, ու այդ ժամանակ կարդացածը կստանաս հայտնություններով, առակ չի լինի,
Աստվածաշունչը բոլորի համար առակ չի։ Որոշ մարդկանց համար առակ է Աստվածաշունչը, որոշ մարդկանց համար առակ չի, բաց է։ Հիսուսը ասեց, հայր շնորհակալ եմ, որ մանուկներից չծածկեցիր, ասում է։ Իմաստուններից ծածկեցիր, առակ դարձրեցին իմաստունների համար։ Դրա համար իմաստուններ միջև մա փորփրում են, բայց մանուկներին ովքեր են մանուկները։ Ովքեր որ իրանց սիրտը բաց է մանուկ, ու գալիս են ասում են, Տեր շնորհակալ եմ այս ամենի համար։ Դրա համար մեզ պետք է որ մեր սիրտը բաց լինի, մենք որպես աշակերտներ լինենք Տիրոջը, սովորելու համար։ 16-17-րդ խոսքը տեսեք ինչ է շարունակություն ասում։ Ասում է, բայց երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, եւ ձեր ականջները, որ լսում են, որտեղ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ եւ արդարներ ցանկացան տեսնել ինչ որ տեսնում եք եւ չտեսան եւ լսել ինչ որ լսում եք եւ չլսեցին։ Ում ասում աշակերտներին։ Ասում է երանելի եք։ Բայց հավատացեք, որ հիմա մենք ավելի ենք երանելի, որտեղ աշակերտները Սուրբ Հոգի չունեին։ Աշակերտները տենում են, բայց գիտեն Հովսեփի որդին է։ Բայց մենք այսօր երբ որ այս հանդիպում ունենում ենք Հիսուսի հետ, մենք հասկանում ենք, որ ինքն է, Հիսուսն է։ Դրա համար ասում է երանելի ձեզ։ Երանելի քո ականջին, երանելի քո աչքերին։ Որտեվ երբ որ դու աշակերտ ես ու դու հավատում ես Աստծուն, դու շատ բան ունես տեսնելու Աստծո կողմից։ Ու եթե դու հավատում ես Աստծուն ու Աստծո հետ ես ու Աստծո համար աշակերտ ես, դու շատ բաներ ունես լսելու Աստծուց։ Որ դու Աստվածաշունչը կարաս կարդաս, ու հետո մտնես աղոթքի հանդիպման Տիրոջ հետ, մեկ էլ Տերը բաներ ասի, որ ականջը չէր լսված։ Ու ասես Տեր իսկականից այս հայտնությունը ես չունեի իմ կյանքի մեջ։ Այս իշքան ժամանակ պահված էր սա։ Մենք շատ անգամ ասում ենք, Տերը այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն զոհեց։ Մենք շատ անգամ ասում ենք էդի։ Ու շատ անգամ վերացականը ասվում էդի։ Բայց բավական է, երբ որ Տերը հանդիպում է ու բացում է իր սերը քեզ, էդի ոնց որ հայտնություն լինի դա քեզ, ասում ես Տեր իմ Աստվածին։ Ու շատ անգամ էլ բանել չես ասում, պրոստը բերան փակում ես ու բռնվում ես Տիրոջից, ասում ես Տեր մի գնա քո ներկայություն թող մնաս Տեր։ Ինչի որովհետև Տերը ուզում է լինես աշակերտ, որ շատ բաներ սովորացնի։ Վարդապետը ամեն մեկին չի սովորացնում։ Ինքը աշակերտներին է սովորացնում։ Ով որ այդ ժամին կլինի իր մոտ, ով որ իր սիրտ կունենա աշակերտի, ու ինքն է սովորացնում։ Անեն չի որ հելար դուրս հեսա կասես, եկեք պլիտկա շարժ սովորացնեմ կամ սանտեխնիկա սովոր, չէ՞։ Այն մարդը, որ կգա, կասի ինձ սովորացրա։ Ու դու կասես ժամանակ չունեմ, ու ինքը կասի, չէ, կարիք ունեմ, ինձ սովորացրա։ Ու այստեղ Տերը կսկսի սովորացնել քեզ ու ինձ։ Ես էլ կարիք ունեմ։ Մատթեոս ավետարան 10-րդ գլուխ, այս ինչքան ժամանակ անցավ։ Այնտեղ ժողովրդի մոտ են կնոպկեքից եմ դնելու, էլ որ տնակ եթե կարմիր լույսը շարունակում է շատամա իմանամ, ժողովուրդ հոգնան։ Ասենք ժամ 1-ից պետք է հելնեի խոսայի, բայց արդեն 25 էր պակաս։ Տեր օրհնի ձեր համբերության, կաշխատեմ կարճ բան անեմ։ Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ 37-ից 38-րդ խոսքերը. Ով որ հորը կամ մորը ինձանից ավել է սիրում, նա ինձ արժան չէ, եւ ով որ որդին կամ աղջիկը ինձանից ավել է սիրում, նա ինձ արժան չէ։ Եվ ով որ չի առնում իր խաչը եւ իմ ետևից գալ, նա ինձ արժան չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ինչի ես ուզում եմ բերեմ այս աշակերտի դիրքում։ Հավատացյալը ինքը չի կարա այս վիճակով ապրի։ Ինչի որովհետև դա իր օգուտն է, դա իր շահն է, ինքը եկել ասել են արի գործը լավ կլինի, արի կամուսնանաս, արի կհարստանաս, արի կբժշկվես, արի ես, փառքաս ու Տերը տալիս է, ինքը ողորմած է։ Ես չեմ ասում Տերը չի տալ, ինքը ողորմած է, բայց ես ու երբ որ ես աշակերտ եմ լինում, այս ժամանակ Տերը սորցում է, եթե ուզում ես աշակերտ լինես, սենց պետք է լինես, որ քո սերը Աստծո նկատմամբ ավելի բարձր պետք է լինի բոլոր սերերից։ Չի ասում, որ պետք է ատես քո ծնողին, ատես երեխուդ, ատես, չէ, բայց Աստծո նկատմամբ քո սերը ամենաբարձրը պետք է լինի։ Սրա մասին է խոսում, որ երբ որ Տերը քեզ սովորացնում, ասում է, սենց պետք է անես, որ դու տենց անես, չասես, ծնողներիցս լսել եմ, որ սենց պետք է արվի, չէ, տենց պետք է չարվի, սենց պետք է արվի։ Դա աշակերտ չի արդեն։ Աշակերտ չի, երբ որ աշակերտն է ուզում վարդապետին բան սովորացնի։
Չէ, դի տեն չի, սենց է։ Հա, всё, ուրեմն դու արդեն ամեն ինչ գիտես, կարաս էտաս։ Բայց երբ որ մենք աշակերտ ենք, մեր սիրտը արդեն սկսում է փնտրելը Տիրոջը, ամեն մի մանրունքը սկսում է ուշադրություն դարձնելը։ Ուսայի ասում դու չես կարա, եթե մեկին ավելի շատ ես սիրում, չեմ ասում, դու չես կարա աշակերտ լինես։ Ամեն։ Տեսեք Ղուկաս ավետարան մի քիչ ավելի ստեղ խորություն է բացում, ես ուզում եմ մտի ասեմ։ Եթե մեկը ինձ մոտ գա եւ չատե իր հորը եւ մորը, կնոջը եւ որդիներին եւ եղբայրներին եւ քույրերին եւ հենց իր անձն էլ, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով որ իր խաչը վեր չառնա եւ իմ ետևից գա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Այսքան աշակերտի սկզբնական հիմքը ինչումն է, Տիրոջը ավելի սիրես չեմ մնացածը։ Տիրոջը ավելի սիրես։ Եթե մարդը Տիրոջ սիրուց բացի ավելի բարձր սեր ունի, ինքը աշակերտ չի։ Երբ որ Հովհաննեսի ավետարան չեմ ուզում մտել կարդանք, որ բան չլինի։ Հովհաննեսի ավետարան մեջ 21-րդ գլուխ, երբ որ Հիսուսը կշտացրեց աշակերտներին, ձուկը խորոված արեց համբարձումից հետո։ Ու ինչ ասեց Պետրոսին։ Ասեց Պետրոս, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Նրանցից ավելին, ասում սիրում ես ինձ նրանցից ավելին, այսքան այդ ամեն ինչից ավելի սիրում ես ինձ։ Պետրոսը ասեց, այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Ասեց արածեցրու իմ ոչխարները։ Ինչի համար, այսքան եղի աշակերտ։ Եթե սիրում ես ինձ ավելին մնացածից, այնտեղ երբ որ կարդում են հունական գրում, այնտեղ խոսում է այդ սերը ագապեի սերու մասին, աստվածային սիրո մասին։ Այսինքն սրա համար որ Աստծո նկատմամբ սերը ավելի բարձր ուռովեն պետք է լինի։ Քան թե մնացածինը։ Գիտես շատ անգամ ասում, վայ, ես ինչ ես ասում, վայ, ծնողին կամ Տերը ասել է, եթե չպատվես քո ծնողին, քո կյանքի տորերը չեն երկարելու։ Եթե Տերը դեմ լիներ ծնողին սիրելու մեջ, ծնողին պատվելու մեջ, Տերը այդ ձև չէր ասի, բայց բոլոր ժողովրդի կյանքի օրերի երկարությունը դրեց ծնողին պատվելու մեջ։ Այսինքն նշանակում է Տերը դեմ չի ծնողին սիրելը, բայց Տերը դեմ է, երբ որ Աստծո սիրոց ավելի բարձր սեր կա, դա ինչ-որ մեկի սերն է։ Ու կբերի մի հատ հիասթափության, հետո կգաս կասես Տեր իմ Աստվածին, ախր ինչի համար ես սենց քո սերը թողեցի ուրիշին ավելի սիրեցի։ Դրա համար կարևոր է, որ մենք հասկանանք, ինչքան կարևոր է Աստծուն սիրելը, սա աշակերտի հիմքն է։ Ասեց սիրում ես ինձ, ասեց այո սիրում եմ քեզ, արածեցուր, այսքան ծառայի, այսքան մտի աշակերտության մեջ, մտի ծառայության մեջ։ Գիտեք ծառայությունը դա ցանկություն չի, որ ես ուզում եմ էսի անեմ, ծառայությունը սեր է։ Ուշ ոչ մի բան, սեր է, հիմքում սերը պետք է լինի։ Եթե մենք սիրում ենք, մենք սկսում ենք ծառայելը, թեկուզ կարող է ինչ-որ մի գործողություն չանես, բայց քո համբերության մեջ դու ծառայես։ Ում ես ծառայում, առաջ քեզի։ Քո սրտի մեջ բերում ես համբերություն, քո սրտի մեջ բերում ես խոնարհություն։ Ծառան չի կարա, աշակերտ չի կարա խոնարհ չլինի։ Ու ինչի, որովհետև Աստված սկսում է գործելը ծածուկումը, եւ ինքը երբ որ ծածուկում գործում է, ինքը հայտնապես սկսում է տալը։ Շատ կարևոր է ծառայությունը ծածուկ տեղը, քո ներսում ծառայությունը ամենակարևորն է։ Բոլոր ծառայություններից կարևորը քեզ ծառայելն է։ Եթե ես այնտեղ բանում ասացի, չես լավ էտի հետո բան կանենք, որ չխառնենք իրար։ Եթե մարդը ինքը իրան չի կարում ծառայել, ինքը չի կարա ուրիշին ծառայի։ Այսինքն մարդը պետք է ինքը իր վրա աշխատի, ինքը իր վրա պետք է աշխատանք տանի, ինքը իր պետք է փոխվի, ինչի, որ կարողանա ծառայի։ Այսինքն ծառայության հիմքը ինչումն է, առաջին Աստծո սիրուց եւ երկրորդը քո նկատմամբ։ Դրա համար ինչ ասեց, ասեց, եթե մարդը չկարողանա իր ընտանիքի մեջ ծառայություն անի, չէ, ինքը չի կարող Աստծո տան մեջ ծառայի։ Ինչի համար, որտեղ ծառայությունը կա ընթացք։ Եվ սրա մեջ մենք աճում ենք։ Տեր օրհնի ձեզ, արագ ասնեմ մի քիչ։ Ղուկաս ավետարան 14-րդ գլուխ 28-ից 30-րդ խոսքերը։ Որտեղ ձեզանց ով է, որ կամենա աշտարակ շինել եւ առաջ չնստի եւ ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական բան ունի, որ միգուցե երբ որ հիմքը դնե եւ չկարողանա ավարտել, ամեն տեսնողը սկսի ծաղր անել նրան եւ ասել, թե այս մարդը սկսեց շինելը եւ չկարողացավ ավարտել։
Հետաքրիր է, այդ նույն առակի մեջ, երբ որ ինքը բերում է, ասում է, եթե մեկը իր ծնողին ավելի սիրում չեմ ինձի, ասում է, ինձի արժանի չի կարող աշակերտ լինի։ Ու շարունակություն, ասում է, արդյոք կա մեկը, որ աշտարակ շինի ու չնստի իր ծախսերը հաշվի։ Ու երբ որ հաշվում է տենում է, որ ինքը կարա ավարտի, ինքը կարա համարձակվի, սկսի տունը շինելը։ Բայց եթե տենում է, որ իր ծախսերը քիչ է, ինքը թող չսկսի իր տունը, այսինքն չսկսի իր ծառայությունը, այսինքն չսկսի իր գործողությունը։ Ինչի որովհետև եթե դու Տիրոջը չես կարող ավելի սիրես չեմ մնացածը, քո ծախսդ քիչ է, անելու ես, հետո կեսից մնալու ես կանգնած, ու մարդիկ ծիծաղելու են քո վրա։ Այսինքն դու սկսելու ես ծառայելը, ու կեսից հիասթափվելու ես, գայթակղվելու ես ու թողելու ես այդած, ու հետևից քեզ ասելու են, ծիծաղելու են քո մասին։ Սկսեց ծառայելը ու չավարտեց։ Ինչի՞, որովհետև իր մեջ ավելի սերը մարդկանց նկատմամբ կամ ուրիշ բան նկատմամբ ավելի բարձր է, չեմ Աստծո նկատմամբ։ Բայց Աստծո սերը տալիս է համբերություն, տալիս է զսպվածություն, տալիս է այդ ամեն ինչը, այդ ամեն ուժը տալիս է քեզ։ Եթե շինարարության մեջ ֆինանսն է ուժ հանդեսանում, այդ ուժը տալիս է քեզ, ֆինանսը տալիս է քեզ։ Շարունակությունը կարդանք։ Ղուկասի ավետարն ասում է, որ թագավորն է, որ գնա մեկի դեմ պատերազմելու ու տենա, որ ինքը 10,000 է ու իր թշնամին 20,000-ով եկել է իր դեմ։ Ու չի հաշվի ու նստի, արդյոք կարա ինքը հաղթի դե չէ։ Այսքան բոլոր հաղթությունների մեջ նաև քանակությունն է տալի Աստված, զորությունն է տալի Աստված սրա մեջ։ Ու ինչի շատ անգամ մարդիկ, երբ որ ծառայում են, իրանց ծառայության մեջ չկա այդ զորություն ու ուժը, որովհետև կա ինչ-որ մի բան, որ ավելի են սիրում, չեմ ասում։ Բայց երբ որ մենք Աստծուն ենք սկսում սիրելը, Աստված այդ ամեն ինչի մեջ տալիս է մեզ ուժ, զորություն։ Էլ չենք նայում մարդիկ ընդունում են այդ ծառայությունը, չեն ընդունում, մարդիկ լավը կասեն, դե վատը կասեն, ինչի որովհետև մեր ուշադրությունը մարդկանց կարծիքը չի արդեն, մեր ուշադրությունը մեր սերն է դեպի Տերը։ Ես չեմ ծառայում մարդու գնահատելու համար, ու ես չեմ խոսքը խոսում ինչ-որ մեկի կողմից կընդունվի, դա չի կընդունվի։ Ես խոսում եմ, որովհետև հասկանում եմ, սա իրականություն է, եւ սրա մեջ երբ որ շտկվում ենք, մենք զորանում ենք, աճում ենք, բարձրանում ենք։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ մարդ սկսում է Աստծուն ավելի սիրելը, արդեն պատրաստ է ծառայելու։ Ինչի որովհետև ծառայության ժամանակ դժվարություն գալի է, փորձություն գալի է, վտանգ գալի է, դաժե անելու ես չեն գնահատել, քո արածը սխալ են հասկանալու։ Բայց այդ ամեն ինչի մեջից Տերը քեզի ուժ է տալի, ինչի, որովհետև հասկանում է, որ Տերը հասկանում է, քո սերը իր նկատմամբ ավելի բարձր է։ Եվ սա աշակերտն է։ Դրա համար օրհնում եմ, շատ լավ է, որ դու հավատացյալ ես դառել, ապաշխարել ես, Տիրոջն ես եկել, ինչ որ խնդրել ես Տերը տվել է, փառք Աստծո դրա համար, ասում եմ, բայց դա այն չի հետո, որ Տերը որ ուզում է մեզանից։ Տերը ուզում է առաջ եթանք։ Տերը ուզում է աշակերտ լինենք, Տերը ուզում է, որ մենք ծառայենք, Տերը ուզում է, որ մենք ավելի սիրենք չեմ մնացածը։ Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28-ից 30-ել կարդամ ու վերջացնենք։ Տեսեք ինչ ասում Հիսուս, ասում է ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեր վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր եւ իմ բեռը թեթև։ Հետաքրիր ասում է ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ ու բեռնավորվածներ եւ ձեզ հանգստություն կտամ։ Տեսեք, մի հատ հանգստության մասին է խոսում, կտամ ձեզ հանգստություն, երբ որ դուք ինձ մոտ գաք, ով չի ճաշակել այս հանգստություն, երբ որ մենք ապաշխարել Տիրոջ մոտ ենք եկել։ Ես ճաշակել եմ։ Բայց մի հանգստություն էլ է ասում։ Եվ ես հանգիստ կտամ ձեզ։ Եվ շարունակություն, ձեզ վրա առեք իմ լուծը, սա որ լուծն է։ Ծառայության լուծն է։ Եվ ինձանից սովորեցեք, որովհետև ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Այսինքն մի հանգստություն, որ Տիրոջ մոտ եկանք, եւ մի հատ հանգստություն էլ կա, որ Տիրոջ լուծը վեկալեցինք մեր վրա։ Ամեն։ Այսինքն ստե կարևոր է, որ ես չեմ ասում մարդը, որ Տիրոջ գալիս է, առաջին ինչ ամ, իր սրտի մեջ խաղաղություն է գտնում, բայց Տեր ունի ավելի մեծ խաղաղություն, ծառայելու խաղաղությունը։
Տիրոջ լույսը վերցնելու խաղաղությունը։ Պողոս առաքյալը մեկի համար բարեխոսում ասում է նա իմ լծակիցն է։ Գիտեք ինչի է լծակից, որովհետև եզը երկու հոգով են կապվում։ Այսինքն քո զույգն է։ Այն գրուզը, այն ծանրությունը, որ դու քաշում ես, քո հետ ինչ որ մեկը կա, որ քաշում է, ու ինքը կոչվում է քո լծակիցը։ Ու երբ որ մենք ծառայում ենք Հիսուսի հետ, դառնում ենք լծակից։ Դրա համար ամեն աշակերտ դառնող ինքը ճիշտ ձևով է ծառայում, ինքը Հիսուսի լծակիցն է լինում։ Ասում է իմ լույսը կվեկալեք, ինչի, այսինքն Տիրոջ լույսն է, ու ես էլ պետք է վեկալեմ, ոնց վեկալեմ, մտնեմ այդ լույսի տակ ու Հիսուսի հետ քաշեմ այդ լույսը։ Ու ամեն ծառայող ինքը մտնում է Հիսուսի հետ։ Դա իմ լույսը չի։ Եթե դու իմ հետ ծառայում ես, չի նշանակում, որ դու իմ հետ այդ լույսը քաշում ես։ Դու Հիսուսի հետ ես քաշում, ես էլ եմ Հիսուսի հետ քաշում, որովհետև դա Տիրոջ լույսն է։ Աստծո եկեղեցու մեջ ծառայելը դա Տիրոջ լույսն է, ուզում է, որ իր հարցը գեղեցիկ լինի, զորավոր լինի, անարատ լինի։ Եվ դա Տիրոջ լույսն է, Տիրոջ հոգսն է, Տիրոջ մտածմունքն է։ Ու երբ որ դու մտնում ես ինչ-որ բան անելու, այդ լույսից դու ես վեկալում ու դառնում ես Հիսուսի հետ լծակից։ Ու այդ ժամանակ հաստատ Տերը քեզի ուժ է տալ, երբ որ դու տկարանում ես։ Դու չես ուզում վզիտ այդ լույսը հեռացնես, ինչի որովհետև Տիրոջը մենակ կթողես։ Էլ չես ասի, եկեղեցիում 70 հոգի ծառայող կա։ Չէ, 70-ը չի, դու եւ Տերն ես։ Կամ պետք է Տիրոջը մենակ թողես, կամ պետք է դու էլ հետը լծվես։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Կուզենամ, որ սրա վրա ուշադրություն դարձնենք, որպես հավատքի մարդիկ մենք դառնանք աշակերտի սիրտ ունենանք։ Ասում եմ ինձանից սովորեցեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Մարդու ծառայությունը սկսվում է իր սպասողության, համբերության, հնազանդության, հեզության ու խոնարհության մեջ։ Որովհետև Տերը ծառայող սիրտ է ձևավորում մեր ներսում, ու մենք արդեն տենում ենք այդ տեսիլքի մեջ, որ մենք արդեն սկսում ենք ծառայելը։ Ամեն։